Շնորհակալություն, Տիկին Ահանեսյան, շնորհակալություն ներկայացնելու համար եւ նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր բուժաշխատողներին, որոնք այսքան դժվար ժամանակում շատ ծանր աշխատանք են կատարում եւ բարեխիղճ են կատարում իրենց աշխատանքը։ Ցանկանայի հետեւյալ հարցերը, եթե լսում ենք մեր քաղաքացիներին, հիմնականում առաջին շրջանում, որը բնական էր պետք է լիներ, հերթերի մասին էին խոսում, որ շատ մեծ հերթեր են առաջանում։ Հիմա փորձում եմ հասկանալ, այդ հարցը մենք գնալով կարգավորվում է, ինչ իրավիճակում է եւ հնարավոր է որ on-line հերթագրենք, որպեսզի նման խնդիր չլինի, մարդը իմանա ժամը 12-ին կգա եւ կստանա իր ծառայությունը։ Երկրորդ հարցը տնայցեր լինում են այդ պարագայում թե ոչ, որովհետեւ քաղաքացիներին ինձ դիմում որ ֆիզիկական վիճակը այնպեսին է, որ չեն կարող այցելել պոլիկլինիկա։ Երբ որ ինձ զանգարել, ասեմ մոտեցեք պոլիկլինիկա, եմ ձեր ասացի պես, ձեզ կբացատրեն ինչպես անել, ասեն ֆիզիկապես ի վիճակի չենք։ Այդ դեպքում ինչ ենք նախատեսում անել եւ երրորդը դեղամիջոցների մասին դուք խոսեցիք եւ շատ են հարցնում որ հնարավոր է որ ասենք դեղորայքի մի մասը նաեւ այդ ապահովագրական ծառայության շրջանակներում լինի իրենց որովհետեւ ասում են մեզ ասում են գրել ենք դեղերը գնացեք վճարեք գնեք եւ բուժվեք այստեղ մենք անելիք ունենք ապահովագրության շրջանակը ընդգրկում է դա թե ոչ շնորհակալ եմ Նախ պարոն Բագրատյան առաջին հունվարի առաջին աշխատանքային օրերից այո որոշակի տեղեկատվություն ստանալու համար պոլիկլինիկայում կային հերթեր։ Հետո հաջորդ շաբաթները արդեն այն անձինք, ովքեր նախկինում չեն ունեցել այս երաշխիքները, այո դիմելությունը աճեց, որովհետև մարդիկ գալու են արդեն ուրեմն նախախտորոշվեն, որպեսզի կարողանան հետագա բուժօգնությունը կազմակերպել։ Բայց ես պետք է ասեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք կուտակումներ եւ այսպես շատ մեծ հերթեր անգամ պոլիկլինիկայում չենք դիտարկում, նաև ինչու, որովհետև այս on-line հերթագրման համակարգը աշխատում է եւ անձը տանից ընտրում է բժշկի ազատ ժամը, հերթագրվում է, գալիս է արդեն ինչպես ասացիք, մոտենում է իր բժշկին։ Իհարկե, այստեղ նաև ունեինք պոլիկլինիկայի շրջանակում թերապևտից նեղ մասնագետի մոտ գնալ, մի կաբինետից մյուս, որտեղ մի քանի մասնագետներ պետք է դիտարկեին, այստեղ էլ գործառնական որոշակի փոփոխություններ են կարել, որ այս պացիենտի ուղին հնարավորինս կարճ լինի։ Եվ ընդհանուր առմամբ իհարկե մեր դիմելությունը աճել է, զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը մեծացել է, եւ սա էլ խոսում է նրա մասին, որ իսկապես նախկինում մարդիկ հնարավորությունը չունեին, հիմա արդեն ունեն։ Ինչ վերաբերում է տնային այցերին, ապահովագրական փաթեթի մեջ շատ հստակ է, որ տնային այց իրականացվում է միայն այն ժամանակ, եթե մարդը ունի հենաշարժողական խնդիրներ կամ այնպիսի հիվանդ է, որը որ չի կարող այցելել պոլիկլինիկա, դրանց ուրեմն շրջանակը բավականին այսպես նեղ է եւ այո, այս մարդիկ էլ կարող են գրանցվել եւ ընտանեկան բժիշկը թերապևտը տնային այց կիրականացի։ Ապահովագրական փաթեթի մեջ ներառված դեղերի ցանկը Արմետ հավելվածում տեղադրված է եւ քաղաքացին էլի շատ հեշտ կարող է մտնել, տեսնել, այս դեղը ապահովագրական փաթեթում կա, փոխհատուցվում է քիմիական անվանումով, իսկ նաև բրենդային անվանումների ձևաչափով, այո, կան դեղեր, որ մեր առավել փոխհատուցման գնի մեջ են, այսինքն քաղաքացին ոչինչ չի ավելացնում առնելուց դեղը, բայց կան դեղեր, որոնց համար կիրառվում է համավճար, որովհետև դրանց գինը ավել է, քան թե մեր առավել փոխհատուցման գինը։